ղեկավարությունը հիմնական Պարոն Թորոսյան, օրերս Ռոբերտ Քոչարյանը նաև ասուլիսով հանդես եկավ եւ մի շարք ուշագրավ հայտարարություններով հանդես եկավ, որը կարելի է այսպես ասել, նա նշեց, որ Հայաստանը միայնակ չի կարող իր աշխարհաքաղաքական հարցերը լուծել, ռազմական հարցերը լուծել, նաև այդ իմաստով աշխարհաքաղաքական որբ է։ Բանակին նորից մատնանշեց, ասաց, որ մենք բավարար չափով զինված չենք։ Ինչ կարծիք եք, իրապես Հայաստանը աշխարհաքաղաքական որբ է եւ կարիք ունի դոնորների։ Նախ ես ուշագրավ չէի անվանի այդ երկու ժամանոց բառերի մատնաբրդոշը, սլավեսնի պանոսը, իրանց լեզվով ասեմ, որ լավ հասկանան, եւ ոչ թե Հայաստանն է աշխարհաքաղաքական որբ, այլ ինքն է որբ հոգեբանական եւ հոգեբուժական ստրուկի հոգեբանությամբ, որին պետքա տեր, ֆեոդալ, որը իրեն կկառավարի, որտեղ ինքը ունակ չի ինքնուրույն որոշումներ կայացնելու։ Հայաստանի Հանրապետությունը սուվերեն պետություն է, իր ժամանակ դժբախտաբար սուվերենությունը զիջված է եղել շատ, եւ մենք հիմա վերականգնում ենք այդ սուվերենությունը, մեր որոշումները մենք ենք կայացնում եւ մեր բոլոր գործընկերների հետ աշխատելով եւ դիտարկելով, թե ում հետ ինչ հարաբերություն կարելի է ձևավորել եւ խորացնել։ Ես ցավում եմ, որ մենք տենց երկրի նախագահ ենք ունեցել կամ երկրի նախագահի պաշտոնը զբաղեցնող մարդ, բայց վստահ եմ, որ այդ ցավը մենք այլևս երբեք չենք զգալու։ Պարոն Թորոսյան, բայց հետաքրքիր է, որ դուք բարբերաբար նաև մեղադրանքներ եք հնչեցնում երկրորդ նախագահի հասցեին, նույն մեղադրանքները ինքը պրոյեկտում է իշխանության հասցեին, օրինակ նույն կառավարման մակարդակով ասում են, այս ինչ են անում, ինչպիսի կառավարում է, տապալել են։ Ինչ են կանում։ Օրինակ ինչ են կանում, օրինակ դիվերսիֆիկացնում ենք մեր արտաքին հարաբերությունները, զենք ենք առնում մի երկրից, որի ժամանակից չենք կարողանում առնել, որտեվ ռուսներից ենք միայն առնում, իսկ հիմա նրանք մեզ չեն վաճառում այդ զենքը, կամ ներդրումներ ենք ներգրավում են երկրներից, որոնք որ ուզում են ստեղ բիզնես անեն եւ էլի կախվածություն ենք թույլատնում կոնկրետ մի տեղից, կամ ներքին հարցով, ներքին քաղաքականության մասով, ասենք, այնքան աշխատանք են կատարում էլ դպրոց, մանկապարտեզ, ճանապարհ, ջրագիծ, չգիտեմ, անթիվան համար կարելի է թվարկել, այդ ինչն է իր համար անհասկանալի։ Մի հատ Նինսի հիմնադրամի կիսատ պրատ ծրագիրը արել, բան արեց, մեռավ իրան գովալով, այդ մեծամոլական իր զառանցանքներով երկու հատ փողոց այլի գիտենք Երևանում կամ Երևանից դուրս մի երկու հատ էլ իր արած այդ իր աշխատանքների արդեն 10-ապատիկ, 20-ապատիկը մենք արել ենք եւ գիտեք պրոյեկտը քիչ է այդ մարդու ներքին բարեվարկությունն է կարևոր, թե ով ինչ է ասում։ Հիմա երկու տարբեր մարդիկ կարող են նույն բանը ասել, բայց դու մեկին կհավատաս, իսկ մեկին ոչ, որտեղ դու գիտես, որ մեկը ակնհայտորեն ստում է, իսկ մյուսը անկեղծ է քո հետ, նույնիսկ եթե սխալներ ունի տարատեսակ։ Եվ ես վստահ եմ, որ մեր ժողովուրդը շատ լավ հիշում եւ հասկանում է ամեն ինչ։ Գիտեք, նաև հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանը երկրի ամենահարուստ մարդն է, իսկ դուք կոռուպցիոն հանճարներ։ Հա, ես էլ տեսա բազմաթիվ եփած հավերի, որոնք ծիծաղում էին նրա այդ հայտարարության վրա։ Իսկ արտաքին քաղաքականության իմաստով, պարոն Թորոսյանը էլի եմ ասում, ձեզ մեղադրեց ամենատարբեր բաների մեջ, ասաց, որ Արցախը հանձնեցիք, որպեսզի կարողանաք Եվրամիության հետ խաղեր տալ, այսինքն դա ձեզ։ Ես եւս մեկ անգամ համոզում եմ, որ իրան հոգեբուժական օգնության կարիք կա մեծ, որտեղ դա միայն մանիպուլյացիա դժվար է անվանել, Արցախը հանձնեցինք, որ Եվրոպական միության, այսինքն շատ ինչ որ շեղված բաներ պետք է լինի, էլի քո նյարդային կապերի մեջ, որ տենց հետևություններ անես, մնացած մասով բազմիցս պատասխանել եք, նույնիսկ արդեն համարում եմ անիմաստ խոսել, թե ով եւ ինչպես հանձնեց Արցախը, թալանելով, հարստահարելով նույն Արցախը եւ Հայաստանը, նույն բանակը, որը որ չասեմ ինչ վիճակում էր մինչև մեր իշխանության գալը, կամ Արցախում իշխանափոխություն անելով, պալատական հեղաշրջումներ անելով, որպեսզի չգնան նորմալ բանակցելու, այդ թվում եվրոպական հարթակներ Ադրբեջանի հետ։ Ժողովուրդը այդ ամեն ինչը տեսել է եւ լավ հիշում է։ Պարոն Թորոսյան, բայց հետաքրքիր է, որ ակնարկեց 2026 թվականին խորհրդարանական ընտրություններին մասնակցելու վերադառնալու մասին, չբացառեց Գյումրու սցենարը, այդ իմաստով մտավախություն չկա։ Մտավախություն, ինչ մտավախություն պետք է լինի։ Գյումրու սցենարը կարող են կրկնել։ Տեսեք, ես կարծում եմ, որ երբ որ դու մեր քաղաքացիների հետ խոսում ես
անկեղծորեն եւ ցույց է տալիս բոլորի իրական դեմքը, նրանք շատ լավ դա հասկանում են։ Հայաստանը իհարկե ժողովրդավար երկիր է եւ բոլորը ովքեր իրավունք ունեն մասնակցել ընտրությունների կարող են դրանց մասնակցել, բայց եւ նաեւ վստահ եմ, որ Հայաստանի ժողովուրդը իմաստուն ժողովուրդ է եւ երբեք նման բռնապետերի նորից մանդատ չի տալու իրեն ստրկացնելու համար։ Պարոն Թորոսյան առիթը նաև Քոչարյանը օգտագործեց եւ կրկին Սերժ Սարգսյանին մեղադրեց հեշտությամբ ձեզ իշխանություն տալու մեջ։ Նաև ակնարկեց, որ ես իրենց զգուշացրել եմ, որ իրավիճակը իր բառերով ասած կոնտրոլից դուրս է։ Ես կարծում եմ, որ դա խաղ է այդ երկու ուժերի միջև, հենց ձեր ասած սցենարները իրականացնելու համար իմ համար ոչ մի տարբերություն չկա ոչ Սերժ Սարգսյանի, ոչ Ռոբերտ Քոչարյանի միջև, եթե կհիշեք այդ ժամանակ նրանց անվանում էին սիամյան երկվորյակներ, ըստ էության դա մի հրեշ էր երկու գլխով, որը Հայաստանը 20 տարի մասնատեց իրենց սեփական հարցերը լուծելու համար, իրենց սեփական թիմերի հարցերը լուծելու համար, բայց բարեբախտաբար պատմությունը ունեցավ այլ ընթացք եւ հետ վերադարձ չի լինելու։ Սերժ Սարգսյանն այդ ճեպազրույց ունեցավ, պատասխան ճեպազրույց եւ ասաց, որ ցանկացածը կարող է գալ բացի Նիկոլ Փաշինյանից եւ իրենց օրակարգը մնում է դա։ Իրենց իշխանություն պետք չի, իրենց պետք է որ այս իշխանությունը գնա եւ ինքը 20 տարի անգամ Ռոբերտ Քոչարյանը։ Գիտեք, շատ լավ է որ ասում են, իմ ասածը հաստատվում է դրանով։ Բայց ամեն դեպքում դուք վստահություն ունեք, որ հայ ժողովուրդը այս մարդկանց եւ այս ուժերի Իհարկե, մերժված մարդիկ եւ քաղաքական դիակները չեն կարող նորից վերադառնալ եւ վերակենդանանալ, դա բացառվում է։